սա ավելի շատ ինչ-որ սպոնտան լուծման է նման, որը միտված է ինչ-որ նախընտրական հարցեր լուծելուն։ Կառավարության նիստում ընդունվեց հերթական որոշումը, որն առաջին հայացքից թվում է լուծում է ոսկերիչների տևական ժամանակ բողոքի առիթ դարձած խնդիրները։ Եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով եւ եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով եւ ադամանդի փաստաթղթավորված ծախս 25 միավորի չափով, ապա ավելացած արժեքի հարկը պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն 100-ից հանած 60 հանած 25։ Երկրորդը, եթե ոսկյա զարդի վերավաճառող զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռք բերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով։ Հիշեցնենք, կառավարությունը բարձրացրել էր շրջանառության հարկը 5%-ից դարձնելով 10%։ Ոսկերիչների հիմնական բողոքն այն էր, որ պետք է փաստաշրջանառեն իրենց ապրանքները, որ հարկը նվազի, բայց դա նրանք անիրատեսական էին համարում։ Տնտեսագետ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Ֆարսյանը նշում է, նոր որոշումը ընդամենը որոշակի փոփոխություն կարող է բերել ոսկերիչների կյանքում։ Լավ է, որ վերջի կառավարությունը փորձում է ինչ-որ լուծում տալ այս բարդ հարցին, բայց իրականում ես կարծում եմ, որ սա խնդրի լուծում չի առաջարկելու եւ ոսկերիչները նույնիսկ շարունակելու են աշխատել այն ձևով, որը աշխատել են։ Հիմնական խնդիրը հետեւյալն է. սովորաբար բիզնեսը հակված է լինում մտնել ստվեր այն ժամանակ, երբ որ ինքը օրինակ հարկերն են իր պատկերացրածից կամ նորմայից բարձր, կամ երբ որ փաստաթղթաշրջանառությունն է շատ, եւ բիզնեսմենները չեն կարողանում այդ փաստաթղթաշրջանառությունը ապահովել։ Հիմա Հայաստանում ոսկերչության ոլորտը հենց նույն այդ խնդիրն է բախվել, որ բիզնեսմենները շատ ժամանակ չեն կարողանում ապահովել փաստաթղթաշրջանառությունը, որտեղ օրինակ ոսկերչության ոլորտը գիտեք ինքը շատ է կապված հենց քաղաքացիների հետ առևտուրի հետ, ու թե հումքի գնումը, թե ապրանքի վաճառքը հիմնականում շատ ժամանակ տեղի ունենում հենց քաղաքացիների եւ բիզնեսմենների միջեւ, եւ այդ պայմաններում ապահովել փաստաթղթաշրջանառությունը նրանց համար դժվար է։ Ստացվում է, տևական ժամանակ ոսկերիչների դժգոհություններին անհաղորդ մնացած Փաշինյանը, որը վերջիններիս գող էր ասում, նախնական շեմին նոր ընտրողներ սիրաշահելու համար ոսկերիչների համար լուծում է առաջարկում։ Այս ինչը գողացավ, այս ինչ տեղից, բերև տվեցի ինձ, ես էլ հալեցի, հիմա բերել եմ լոմ, որովհետև գողացած է, դրա համար եթե գողացած չլներ, ես պիտի ծախեի 100 դրամով, բայց քանի որ գողացած է, ծախում եմ 70 դրամով լավություն եմ անում, այս ապիկար կառավարությունն էլ չի թողնում, որ այս իմ լավության շղթան աշխատի։ Ստեղծված իրավիճակում, ըստ տնտեսագետի, լավագույն լուծումն առաջարկում է իրենց թիմը, իսկ իշխանության առաջարկածը վերջին շրջանի հետքայլերի շարքից է։ Մեր 5 քայլերից մեկը դուք գիտեք, դա շրջանառության հարկի 0% դրույքաչափն է, որը նաև վերաբերվելու է շատ ոսկերչության բիզնեսով զբաղվող փոքր բիզնեսմենների, եւ այստեղ լավ կողմը գիտեք որն է, որ երբ որ իրենք ստիպված չեն լինելու արդեն հարկեր վճարել, իրենք նաև ստիպված չեն լինելու ոչինչ թաքցնել։ Ինչ է ստացվում։ Ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրները լիարժեք լուծում չեն ստանում, իսկ ընդունված որոշումը ավելի շատ հիշեցնում է իրավիճակային արձագանք, քան խորքային բարեփոխում։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։